Հայաստանի օրվա իշխանության պարագլուխը շարունակում է իր ապօրինի հարձակումները հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, միաժամանակ թիրախավորում բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս եկեղեցու պաշտպանության դիրքերից։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրահանգով օրերս կալանավորվեց հայտնի գործարար բարերար Սամվել Կարապետյանը, ով հանդես էր եկել ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Կարապետյանն ապօրինաբար զրկվեց ազատությունից, միաժամանակ կասեցվել է գործարարին պատկանող Տաշիր պիցցաների բոլոր կետերի գործունեությունը, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից։ Ինչ են մտածում մեր համախաղաքացիները կատարվածի առնչությամբ։ Սամվել Կարապետյանը ուզում է որ Հայաստանը նորմալ կարգի գա, նորմալ մարդիկ իրենց կյանքով նորմալ ապրեն էլի, բայց խանգարում են էլի, իշխանությունը խանգարում է։ Սխալ է դա էլի, որ կալանավորել են, այդ մարդը բարերար է, նա այնպես անում որ իր ժողովուրդը նորմալ ապրեն էլի։ Այդ ամեն ինչը ուրիշ ձևի կարել էր, պետք չէր կալանավորել, այդ իհարկե սխալ բան արվեց, կալանավորել պետք չէր, չէ՞ որ պետությունը այս բան կարել էր կարգին նստել, հետո խոսել, բան արել, հարվածել այդ ամեն ինչը։ Բայց դա եղավ նրանից հետո, երբ որ նա իր աջակցությունը հայտնեց հայ առաքելական եկեղեցուն։ Դե Արդյոք մեր երկրում հայրենասեր մարդկանց չեն սիրում, ինչ եք կարծում։ Չէ, չի կարելի այդպես ասել։ Ինչու չեն սիրում։ Շատ լավ սիրում են։ Այս լարվածությունը սկսվեց հենց դրանից հետո, բայց նա մեր տնտեսությունը զարգացնում է, չգիտեմ, ինչ եք կարծում դուք։ Նորմալ է, Ես ասում եմ, պետք չէ կալանավորել, դա սխալ է։ Կարել այդ ամեն ինչը հանգիստ լուծել այդ հարցը, այդպես պետք չէր։ Կարել էր հետը նստել սեղանի շուրջ այդ հարցը լուծել, իրար հետ այդ հարցերը լուծեին։ Ամեն ինչ որ հիմա արվում է, ամեն ինչ ի վնաս է մեր ժողովրդին, մեր պատվին ու ամեն ինչին ընդհանրապես իհարկե վնաս է։ Ինչ եք կարծում, հայրենասեր մարդկանց մեր երկրում չեն սիրում, այսպես է դուրս գալիս վերջին դեպքերից հետո։ Չեն սիրում, նայած ում մասին է խոսքը։ Եթե հակառակորդ կա ու ղեկավարումը, ինչ կարելի է ասել։ Իրանց սերը ում է պետք, իրանք իրար սիրում են, թուրքերին սիրում են, թրքամետություն են մտցնում այստեղ, իսկ դա մեզ պետք չի, մեր ժողովուրդը քրիստոնյա է, ռուսներին չեն ներում, ինչ որ բան, թուրքերին ներում են։ Իսկ նրանք ներողություն էլ չեն հայտնել։ Ինչպես եք վերաբերվում այն հարցին, որ Սամվել Կարապետյանը երբ կանգնեց եկեղեցու կողքին, նրան կալանավորեցին, իր բիզնեսը փակել են, հայտնի Տաշիր պիցցա սննդի կետերը փակել։ Սամվել Կարապետյանը շատ բարի գործեր արել, սիրուն բան չի կարելի այդպես։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք ժողովրդավար ենք, այսինքն խոսքի ազատությունը նրա սահմանափակում են կալանավորելով։ 30 տարի ես ժողովրդավարություն չեմ տեսել մեր երկրում։ Կոռուպցիա, սուտ, ամեն ինչը վատ է։ Սամվել Կարապետյանը շատ պատկառելի լավ մարդ էր, իրանք տենց բան պետքա չանեին։ Այսինքն համամիտ եք նրա հետ, որ մեր ժողովրդավար Փաշինյանի ասած ժողովրդավար երկրում հայրենասեր մարդկանց չեն սիրում։ Տենց է դուրս գալիս։ Դա մեր ոնց որ ասած ղեկավարը չի, որ պիտի լինի իսկականը։ Ես դրան դեմ եմ, իրեն դեմ եմ, կարոջը։